ավետարանի հոգին է կասում, թե եւ մենք շատ անգամ ասում ենք մենք օրենքի տակ չենք, մենք շնորհքի տակ ենք, բայց շնորհքը իր մեջ կարգ ունի եւ կանոն ունի։ Շնորհքը իր մեջ հասկացողություն ունի։ Շնորհքն էլ անդաստիարակություն չի։ Շնորհքի մեջ կա լուրջ, ուշադիր մտածել եւ անել այն, ինչ որ ավետարանը մեզանից պահանջում է։ Ես ուզում եմ մի կարևոր միտք ասեմ, որից շարունակեմ խոսքս։ Այն համարը, որ եղբայրները ընտրել են, շատ հարազատ, շատ լավ համար է, տեղին համար է, որ այս համարի վրա մենք կարողանանք լուրջ ուշադրություն դարձնենք եւ այս օրերի մեր հավատքի վրա կառուցենք, այս հավատքի վրա, այս համարի վրա կառուցենք մեր միությունը, մեր միաբանությունը, մեր հավատքը։ Տերը օրհնի, մեզ հիմք է պետք եւ այսօր թող հանդիսանա մեր այն հիմքը, որ մեզ կտանի դեպի սրբության։ Առաջինը եղբայրը, էցիկ եղբայրը խոսեց Աստծո վախի մասին։ Եվ Աստծո վախը, եթե մեր կյանքում չեղավ, եղբայրներ ջան, մենք ոչ մի հաջողություն ունենալ երկրի վրա չենք կարա։ Ոչ մի հոգևոր սնունդ էլ առնել չենք կարա։ Ոչ մի հոգևոր հասկացողություն չենք ունենա։ Ավելին ասեմ, եթե ես ու դու վերստին ծնունդ չունեցանք, հավատքի հարցը մենք հասկանալ չենք կարա։ Ինչքան էլ փորձենք հասկանալ, դա մեզ համար անհասկանալի կլինի։ Ես վերջերս եղբայրից մեկը լսեց այս խոսքը, բայց ես մեկ ուրիշ ձևով ասեցի, ինքը ասեց, դու իրանց պետքա բացատրես քո ասածը, թե ինչ է նշանակում։ Վերստին ծննդյան ժամանակ ես ասում եմ այսպիսի խոսք, միչև մարդը իր մատը չկծի, չի կարա վերստին ծնունդը հասկանա ինչ բան է։ Մատը կծել, ասես բացատրի ասուն ախպեր, ինչ է նշանակում մատ կծել։ Մատ կծել նշանակում է, որ ես չեմ իմացել, զարմանում եմ, որ սես բաներ կա, խիսես բաներ ալնում, Սուրբ Հոգին վերստին ծննդյան ժամանակ մեզ ստիպում է, որ ես ու դու հասկանանք այն, որ չենք հասկացել մեր կյանքում։ Միգուցե շատ խելացի մարդիկ ենք, ասում են, այս եղբայրը, այս մարդը ուղեղը 1000-ի վրա աշխատում է, կարա, բայց ոչ Սուրբ գրքի վրա։ Աշխարհի գաղափարում կարա 1000-ի վրա, միլիոնի վրա կարա աշխատի, բայց ոչ ավետարանի վրա։ Ես ուզում եմ այսօր մենք կարողանանք եղբայրներ ջան, ավետարանի վրա մեր միտքը կենտրոնացնել եւ այդ վերստին ծնունդը թող դառնա մեզ համար շատ լուրջ հայտնություն եւ այդ վերստին ծննդյան հիմքի վրա, ինչպես Սուրբ Գիրքն ասում, ես կգնամ ու մխիթարիչը կուղարկեմ, ինձանից պիտի առնի ու ձեզ պիտի սովորացնի։ Մենք խնդրենք, որ այդ մխիթարիչը մեզ սովորացնի մեր անելիքները, սիրելի եղբայրներ։ Առաջին միտքը, որ ուզում եմ նորից եմ հիշեցնում, Աստծո վախի մասին է խոսքը։ Ինչ է նշանակում Աստծո վախ։ Սուրբ Գիրքն ասում է Աստծո վախը մեղքը մերժելն է։ Եթե այսօր իմ ու քո կյանքում մեղքի մերժումը իր տեղում չեղավ, մենք չենք կարա Աստծո վախը հասկանանք։ Մի քարոզիչ քարոզում է, ասում է ժողովուրդ ջան, եւ իր հագին շատ գեղեցիկ կոստյում է հագած, բայց վրան հագին լատկե կա, կարկատաններ կա։ Մեկը հարց ատել, ասում է, «Էս ինչ է»։ Ասում է, «Սա Վալոդի մեղքն է»։ Բայց մեկը ասում է, «Էս ինչի մեղքն է»։ Սա կարկատանների տերերին ցույց է տալի, որ սա նրանն է, նա նրանն է։ Ասում է, «Բա մեջքիդ այդ մեծը», ասում է, «Այն էլ իմն է, բայց ես չեմ տենում»։ Եղբայրներ, այսօր ժամանակն է ուրիշի մեղքերի, ուրիշի կուրծքը չծեծել, ծեծել մեր կուրծքը, մեր մեղքի մասին մտածել, մեր մասին մտածել, եւ սա մեր կյանքում շատ մեծ առավելություն պիտի բերի, եւ ես ու դու պիտի ուրախանանք սրանով։ Անոր համար ամենքը պատվեցեք, եղբայրերը սիրեցեք, Աստծուց վախեցեք, թագավորը հարգեցեք։ Այսօր մենք այնքան, ես սենց եմ հասկանում, հոգևոր վիճակից այնքան անկում ունեցեք եկեղեցին, որ ղեկավարների մասին ինչ ավելորդ խոսք կարաս ասես կասի, ինչ հայհոյանք ասես կարա ասի։ Ես նկատի չունեմ սեռական հայհոյանքի մասին, բայց երբ որ ղեկավարին կարա, երկրի ղեկավարին կարա անվայել խոսքերով ներկայացնի, ես կարծում եմ, սա ցույց է տալի, որ մենք մեր հավատքի մեջ խորը անկում ենք ունեցել,
խորը դժվարություն ենք ձեռք բերել, իսկ քրիստոնյան պիտի կարողանա նաև այս համարի հիման վրա հարգել թագավորներին։ Եվ չկա մի թագավոր, որ երկնքից տրված չլինի։ Բոլորին Աստված է տվել, թույլ տվել։ Հիմա ոնց որ ժողովուրդն են, նենց էլ իրանց թագավորն է։ Սուրբ Գրքում սենց խոսում է։ Եվ ասում է՝ վայ քեզի երկիր, որ քո թագավորդ մանուկ է։ Մի այսօր ումից ես բողոքում։ Փոխանակ քո մասին մտածես, որ քիչ ես աղոթում, եկեղեցու մասին մտածես, որ քիչ է լուրջ ծառայությունը, այսօր թագավորներին կարանք մենք անարգենք։ Տերը օրհնի։